Քարյակի նիստին առաջինը շտապում են դաշնակցական պատգամավորները, ԲՀԿ խմբակցությունում ապա բոլորը զբաղեցնում են իրենց տեղերը։ Մի քանի րոպե նիստը լրագրողների համար բաց է, որից հետո սկսվում է դռնփակ քննարկումը։ Քարյակի հերթական նիստի օրակարգում 3 հարցեր ընդգրկված։ Արդեն ավարտից հետո լրագրողների զրույցում նշում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը։ Խորհրդարանական ոչ իշխանական քարյակի 3 ուժերը՝ ՀԱԿ-ը, Ժառանգությունը եւ ԲՀԿ-ն հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կանցկացնեն համապետական հանրահավաք։ Դաշնակցությունը չի մասնակցի։ Այն հիմնավորմամբ, որ կան էական տարակարծություններ այնպիսի լրջագույն խնդրի վերաբերյալ, ինչպիսի սահմանադրական փոփոխություններն են, լինենք անկեղծ, դժվար է պատկերացնել, որ այսօր թիվ 1 օրակարգային խնդրի վերաբերյալ, ինչպիսին սահմանադրական փոփոխություններ, հանրահավաքում դրա մասին չլիներ խոսք։ Պայմանավորված այս ամենով Հոյդան նաև մարզային այցելություններին չի մասնակցի։ Սահմանադրական բարեփոխումների հարցը մարզային այցերի ժամանակ եւս քննարկվելու է, նշեց Նաիրա Զորաբյանը, շտապելով հայտարարել քարյակը եռյակ չի դարձել։ Ամեն դեպքում այնքան ժամանակ, քանի դեռ կան հարցեր, որոնց շուրջ խորհրդարանական 4 ուժերի կարծիքները համընկնում են։ Քարյակի անունից եռյակը կամփոփի նաև 12 կետերը, որոնք ուղղված են գործող իշխանությանը։ Կներկայացնենք մեր դիրքորոշումը 12 կետերի կատարման ընթացքի եւ բնականաբար նաեւ այնպիսի լրջագույն խնդրի վերաբերյալ, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են։ Իսկ համապետական հանրահավաքին ներկա կլինեն արդյոք կուսակցությունների առաջնորդները, թե ոչ, առայժմ հստակ չեն, նշեց Զորաբյանը։ Անհամատեղելի մոտեցումներով համատեղելի հանրահավաքի անցկացնում դաշնակցական գործիչները չեն պատկերացնում։ Հանրահավաքին չմասնակցելու Հոյդա դիրքորոշումը մեկնաբանեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Սահմանադրական հարցը այնքան կարևոր հարց է եւ տեսակետները այնքան տարբերվում են իրարից, որ դա համատեղ հանրահավաքի հնարավորություն ուղղակի թույլ չի տալիս, որ լինի։ Ռուստամյանի խոսքով դաշնակցությունն առաջարկել է հանրահավաքն անցկացնել հոկտեմբերի 15-ից հետո, սակայն մյուս 3 ուժերը չեն համաձայնել։ Նշենք, որ Հոյդան սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իշխանություններին ներկայացրել է առաջարկությունների իր փաթեթը, հիմա սպասում է արձագանքի։ Եթե կողմ լինեն մեր առաջարկին, այդ ժամանակ մենք կհայտնվենք իսկապես այդ հարցում տարբեր դաշտերում։ Մենք պաշտպանելու ենք այդպիսի հանրաքվեի անցկացման գաղափարը, որը հենվելու է մեր առաջարկած փաթեթի վրա եւ այդ նախագիծը դրվելու է հանրաքվեի։ Բնականաբար մենք պաշտպանելու ենք դա։ Մեր գործընկերները իրենց մինչեւ հիմա կատարած հայտարարություններով այդ պահից սկսած պայքարելու են ըստ էության այդ հանրաքվեի դեմ։ Հետագայում, եթե տեսնեն, որ իրենց հարցերը փակուղի են մտել եւ չի ընդունվել, իրենց ոչինչ չի խանգարի շարունակել համագործակցությունը քարյակի հետ, նշեց Հոյդա խմբակցության ղեկավարը։ Հավելենք, որ առայժմ դաշնակցականները քարյակի նիստերին չեն մասնակցի։